Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը և հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Երեխայի ծնունդից անմիջապես հետո ես զբաղվեցի հասարակական մի շարք կարծրատիպերի, որ եթե արդեն մայր եմ, որպես մասնագետ, իմ դերը կյանքում մղվում է արդեն 3-4-րդական պլան, որովհետև չգիտես ինչու հասարակությունը մտածում է, որ անհնար է լինել և լավ մայր և միաժամանակ մասնագիտության մեջ լինել լավը։ Հաճախ մեզ թվում է, որ մենք երեխաների հետ ինչքան շատ ժամանակ անցկացնենք, այնքան մենք ավելի լավ ծնող ենք, բայց ես այն կարծիքին եմ, որ ավելի կարևոր է անցկացրած ժամանակի որակը, քան քանակը, ու հենց այդ ուղղությամբ ես աշխատում եմ, որ իմ երեխայի հետ անցկացրած ժամանակը լինի պրոդուկտիվ։ Այսքան ժամանակ ինձ չի հանդիպել այնպիսի տղամարդ, որ հանուն իր ընտանիքի իր կարիերան կարող է զոհաբերել, ու հետաքրքիր է արդյոք կա այդպիսի տղամարդ, որ փորձի իրան զոհաբերի հանուն իր ընտանիքի։ Մեզանում բավականին մեծ խնդիր է այն ծնողների համար, ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա։ Բնական է, որ ցանկացած մայր կուզենա աշխատել, որովհետև առաջին հերթին դա նրա համար նաև հոգեբանական խնդիրներ լուծելու մի ոլորտ է, ասպարեզ ու հարթակ, բայց շատ դեպքերում նա պարզապես չի ունենա այդ հնարավորությունը, հաշվի առնելով մեզանում չունեցած այդ ինֆրաստրուկտուրան, որքանով է զարգացած Հայաստանի Հանրապետությունում, հաշմանդամությամբ երեխա ունեցող ծնողի համար աշխատանքը ապահովելու եւ երեխայի համար խնամք տանելու խնդիրը։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած աշխատանքի շուկան Հայաստանում 2023 վիճակագրական ժողովածուի համաձայն 2022 թվականին մեր երկրի աշխատաշուկայում ներգրաված կանանց 44%-ը 25-ից 44 տարեկան է։ Ինչու է մեզ հետաքրքրել տարիքային հենց այս կտրվածքը, քանի որ այդ խմբում էական թիվ են կազմում անչափահաս երեխաներ ունեցող մայրերը։ Այսօր մենք ոչ միայն կհիանանք նրանց տաղանդներով, աշխատասիրությամբ, ընտանիքն ու աշխատանքը համատեղելու կարողությամբ, այլև կխոսենք այն խնդիրների մասին, որոնց բախվում են աշխատող մայրերը։ Քննադատություն, խղճի խայտ, արգելքներ, կարծրատիպեր, իսկ որոշ դեպքում զրո աջակցություն, միայն չհիմնավորված պահանջներ։ Միացեք ծնողական ժողովին։ Բարև ձեզ հարգելի ծնողներ, շնորհակալություն, որ այսօր եկել եք ծնողական ժողովի։ Պատահական չէ, որ իմ բացման խոսքում չասացի աշխատող ծնող, ասացի աշխատող մայր, որովհետև հատկապես աշխատող մայրերին է ուղված կշտամբանքը։ Ես որևէ անգամ չեմ լսել, որ ասեն այս հայրիկը այնքան է աշխատում, իր երեխաներին չի տեսնում, ասում են շատ է աշխատում, շատ լավ կարողանում է իր ընտանիքին ապահովել։ Դուք լսել եք երբևէ նման մոտեցում հայրերի վերաբերյալ, որ որևէ տղամարդու կշտամբեն ու մեղադրեն շատ աշխատելու եւ դրա հաշվին երեխաներին չտեսնելու, քիչ ժամանակ տրամադրելու։ Ոչ, երբևէ նման կարծիք չի եղել, ավելի շատ ուղում են միշտ նման խոսքերը մայրիկներին, ու հաճախ երբեմն մայրը որոշում է, որ պետք է աշխատի, իրեն կարող են պիտակավոր ինքը էգոիստ է եւ ավելի շատ մտածում է ինքը իր մասին, քան իր ընտանիքի, երեխայի։ Ես նույնիսկ վերջերս բացահայտեցի, որ շատ շատերը հասարակությունում չգիտեն, որ ըստ օրենսդրության հայրը նույնպես կարող է դեկրետային արձակուրդ վերցնել իր աշխատանքից ու նույնչափ վճարվել, ինչպես մայրն է դեկրետային արձակուրդի համար եւ գնալ արձակուրդ, որովհետեւ մեր հասարակությունում միայն ընդունված է կնոջ զիջումը աշխատանքի մայր դառնալուց հետո։ Ընդհանրապես լավ է, որ հիշեցինք հայրության արձակուրդի մասին, որովհետև հայրության արձակուրդի վերաբերյալ դրույթը վերջերս Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ մուտք գործեց եւ կարծում եմ շատ հայրիկներ նույնիսկ մինչեւ այսօր չգիտեն, որ նրանք ունեն այդ իրավունքը։ Ինչու է դա արվեց, որովհետեւ փոխելու այն կարծրատիպային մոտեցումը, որ ընտանիքի հոգսը միայն մայրիկինն է եւ երեխաների վերաբերյալ խնամքը պիտի միայն մոր կողմից լինի։ Քավլիցի այսօր բավականին շատ հայրիկներ, ի ուրախություն բոլորիս, հատկապես երիտասարդ հայրիկներ կիսում են իրենց ընտանեկան պարտականությունները կնոջ հետ եւ դրանով իսկ ավելի բալանսավորված ընտանիք են ունենում։ Աղջիկներ, ձեր երեխաներն ավելի փոքր են։ Ես կարծում եմ դուք դեռ գտնվում եք այդ թիրախում, երբ կասեն, որ երեխան փոքր է, դեռ ժամանակը չի, մի քիչ էլ համբերի։ Ինչ եք լսել ձեր հասցեին, ինչ է ավելի շատ ասվել, որպես աշխատանքին զոհաբերվելու նկատմամբ մեղադրանք։
Այն, որ երեխան կարող է տուժել, քիչ հատկացնես իրեն ժամանակ, կարծիք կա, որ երբ դու սկսես աշխատել, երեխայիդ ուշադրությունն ու սերը կպակասի, բայց կարծում եմ այդ ամեն ինչը կարելի է շատ գեղեցիկ ու սիրուն կազմակերպել, որ ոչ մեկ չտուժի ու ինձ համար շատ կարևոր է, որ մայրը առանձին ունենա իր ժամանակը, իր շրջապատը, իր ընկերները, որովհետև երբ դու ամբողջ օրը միայն երեխայի հետ ես լինում, ինչ որ պահ է գալիս, որ կարող ես դրանց հանքնել դեպրեսիայի մեջ անգամ, բայց իհարկե կան մամաներ, ովքեր նախընտրում են տան խնամքը, երեխայի խնամքը եւ եթե կարիք չունեն աշխատելու, մենք նաեւ պետք չի պարտադրենք ու այո, սա էլ մոտեցում է։ Այո, որ մարմաներ իրենց մեղավոր պետք է չզգան, եթե իրենք որոշում են, որ ինչ-որ ժամանակ պետք է չաշխատեն։ Բայց եթե դու զգում ես, որ դու դրա կարիք ունես, դրանով դու կարաս ավելի ծաղկես, ավելի ներդաշնակ լինես ինքդ քեզ հետ, միանշանակ պետք է ընտրես նաև քեզ։ Կնոջ աշխատանքը կնոջը տալիս է ֆինանսապես անկախություն, իսկ ինչու է պետք կնոջը ֆինանսապես անկախություն, դա թույլ է տալիս քեզ հողին ամուր զգալ, ու մենք երբեք չգիտենք ինչ է մեզ սպասվում, դա իմ մոր օրինակով եմ ասում, ով մենք երբ շատ փոքր տարիքում ենք, ճակատագրի բերումով նա ստիպված եղավ դառնալ միայնակ մայր։ Ու քանի որ նա աշխատել էր միշտ, նա կարողացավ հաղթահարել այդ этаպը, պատկերացրեք դու միայնակ մայր ես, ունես երկու փոքր երեխա, դու պետք է եւ իրենց մասին հոգ տանես ֆիզիկապես եւ ֆինանսապես, եթե դու ժամանակին չկարողանաս հողին ամուր կանգնել, հետագայում դու չգիտես ճակատագիրը քեզ որ ուղղությամբ կտանի, ու դու ինչպես կկարողանաս լուծում տալ այդ հարցերին։ Շատ հաճախ կնոջ կարիերան արգելափակում են տղամարդիկ։ Գոնե մեր հասարակության մեջ այդ երևույթը կա։ Եկեք երեսպաշտությամբ չզբաղվենք եւ իրեն իրենց անուններով կոչենք։ Վահան, ինչ է կարծում, ինչն է ստիպում մտածել տղամարդկանց, որ կնոջ տեղը տունն է, երեխաների կողքին, կենցաղը, գազօջախի մոտ։ Դա իրենց մոտ հնուց եկած նստվածք տված, ծնողներից եկած նստվածքն է, իրանց ընտանիքում հավանաբար նման մթնոլորտ է տիրում, որ կնոջ տեղը խոհանոցն է եւ այլն, բացի խոհանոցից կինը որևէ բանով չպետք է զբաղվի, չէ, արդեն քանի որ 21-րդ դարն է, որևէ տարբերություն չպետք է լինի։ Ես կարծում եմ հատկապես այն ընտանիքներում, որտեղ մայրիկն աշխատել է, այդպիսի տղա չպիտի լինի, որը մտածի, որ իր կինը պիտի չաշխատի։ Միևնույն է, ինչքան էլ որ մենք փորձենք բաժանել մեր պարտականությունները երեխաների դաստիարակության հարցում, մայրիկը գուցե մի փոքր ավելին է դրանում դեր խաղում, հա, եւ այն մայրիկները, որոնք հատկապես տղա երեխաներ ունեն, պիտի սերմանել տղային, թե իր կինը վաղը ինչպիսին պիտի լինի աշխատող, գրագետ, կրթված, որպեսզի մենք ունենանք նաև կիրթ հասարակություն։ Սա է ամենակարևորը, որ եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ պետություն, ուզում ենք ունենալ կիրթ հասարակություն, մենք պիտի ունենանք աշխատող, կիրթ, իրեն ինքնադրսևորած եւ ինքնաարտահայտած մայրիկներ, այսինքն այդ մայրիկը պիտի Մասլոուի բուրգը հաղթահարած մայրիկ լինի, որպեսզի մենք այլևս չունենանք ինքնահաստատման խնդիր ունեցող տղաներ, աղջիկներ, որոնք հետագայում հասարակության համար նաև խնդիրներ են ստեղծում։ Տաղավարում ձայնի իրավունք ունենք 5-ս եւ որպեսզի լսենք ավելի շատ կարծիքներ, կազմակերպել ենք հարցախույս Հայաստանի տարբեր համայնքներում։ Թեման կշարունակեն մի խումբ պատահական անցորդներ։ Կարծում եմ միֆ է, որովհետև առաջին հերթին երեխային երջանիկ մայրն է հարկավոր ու դրա համար պետք է առաջին հերթին մայրը իր կարիքները հոգա, աշխատանք ունենա, զարգանա, որ հենց ինքը երեխայի համար օրինակ ծառայի։ Իմ կարծիքով հիմա հավասարաչափ գնահատվում են, թե մի կատեգորիան, թե մյուսը։ Դե իհարկե միֆ է, ով ոնց կհասցնի, ոնց կտասավոր իր ընտանիքի օրը։ Միֆ է, քանի որ կարող են համատեղել եւ լինել լավ մայր եւ ստեղծել կարիերա։ Հատարբերակներ կան համեն նայած թե ով ինչ ծև կմտածել, ինչ է մտածելակերպը, ինչ ծևի է։ Ես իրականում ավելի շատ ընդունում եւ հարգում եմ այն կանանց, ովքեր եւ երկուսը համատեղում են եւ կարիերան է աճում եւ բալիկն է մեծանում։ Ես համակրում եմ ավելի, որ կարող է եւ աշխատել եւ տանը երեխաներին խնամել։ Կարծում եմ միֆ է դա, որովհետեւ կարիերա ստեղծել կամ նման հարցերում, թեկուզ կինը ինչքան կայացած լինի, կարծում եմ դա ավելի օգնում է եւ ընտանիքում, եւ իր անձնական կյանքում, եւ երեխաների դաստիարակության հարցում։ Կարծում եմ իրականություն է, բայց իհարկե ցավալի է, որովհետև ցանկալի է, որ հայրը նույնպես բավականաչափ ժամանակ ծախսի երեխայի հետ ժամանակ անցկացնի։ Չէ, իրականություն է։ Իմ իրականությունը միֆ է։
Բնականաբար երեխայի դասերակցության հարցում մեծ դեր ունի հոր ներկայությունը, հոր հետ շփումը, դրա համար ոնց որ ամեն մարդ անհատական մոտեցում ունի այդ հարցին։ Իրականություն է քննադատվում։ Քննադատում ենք ցանկացած դեպքում, եթե ծնողը որոշել է, որ ինքը ծնող պիտի դառնա, բնականաբար երեխայի համար ժամանակ պիտի գտնի։ Իրականություն է։ Իրականություն է։ Կարծում եմ Հայաստանում այդ խնդիրը չկա, հայրերին չեն քննադատում գրեթե։ Երևի թե միֆ է ավելի շատ, որովհետև ինչքան էլ որ ժամանակ շատ տանի, հա, աշխատանքը, հիմնականում մեր հայրականության մեջ տղամարդիկ են ավելի շատ աշխատում։ Տղամարդկանց առումով դրսի կյանքը ավելի շատ է ձգում։ Կինը եթե աշխատանքից հետո ցանկանում է տուն գնալ, զբաղվել երեխայով, տղամարդը ավելի շատ ցանկանում է լիցքաթափվել։ Իհարկե ավելի կարևոր է միասին անցկացրած ժամանակը, հնարավոր է ամբողջ օրը երեխայի հետ լինես, բայց ինչ-որ գadgetներով կամ տարբեր տեսակ այլ զբաղմունքներով, բայց հնարավոր է որ 2 ժամ ծախսես, բայց այդ լինի որակյալ ժամանակ ու հենց կենտրոնացած լինես երեխայի հետ խաղերով, երեխային զբաղեցնելով։ Այո, որտեղ հիմնականում հիմա բոլորը բջջայինների մեջ են ու անցկացրած ժամանակը արդյունավետ չի։ Ավելի լավ է 20 րոպե, չգիտեմ, տրամադրել վալիկ հետ շփվելուն, խոսելուն, ինչ որ մի իրար հետ կապված գործողություն անելու, քան ուղղակի կողքը լինել։ Սա կարևոր է անցկացրած ժամանակը, դրա համար միֆ։ Իրականում միասին երկուսն էլ շատ կարևոր գործոններ են երեխայի կյանքում, եւ միասին անցկացրած ժամանակը եւ թե ինչքան է այդ ժամանակը։ Կարևոր է թե բովանդակությունը, հա, քո անցկացրած ժամանակի, ինչքանով ես դու կարողանում արդյունավետ ժամանակ անցկացնել քո ընտանիքի հետ։ Ըստ ինձ միասին անցկացրած ժամանակը, քանի որ կարաս երկար ժամանակ երեխայի կողքը լինես, բայց ոչ մի նպաստավոր բան չլինի քո ու իր հարաբերությունների մեջ, բայց կարճաժամկետում կարաս ավելին տաս։ Կինն աշխատաշուկայում թեման ուսումնասիրելիս անհնար է չունենալ անարդարության զգացում։ Պատերազմներից հետո, երբ պետք է ոտքի հանել տնտեսությունը, մայրերի աշխատելը խրախուսվում է, իսկ տնտեսական վիճակի կայունացումից հետո մայրեր վերադարձեք տուն։ Գյուղում առավոտ ծեքին արթնանալն ու մինչև մայրամուտ հոլի պես պտտվելը պահանջ է, քաղաքում մոր տեղը երեխայի կողքին է։ Թեման կքննարկենք հոգեբան Նանոր Մինասյանի հետ։ Բարև ձեզ, Նանոր։ Բարև ձեզ։ Նախ ուզում եմ հասկանալ, թե ինչու է կարևոր, որ կինն աշխատի կնոջ համար, ընտանիքի համար, երեխայի համար, ինչով կհիմնավորեք հոգեբանության տեսանկյունից կնոջ կարիերայի կարևորությունը։ Պատասխանեմ այլ տեսակետից, ինչու է կարևոր տվյալ ծնողի կամ մայրիկի համար աշխատելը, որովհետև յուրաքանչյուր կնոջ համար այդ պատճառը թե ինչի համար է ինքը ուզում աշխատել, դա տարբերվում է։ Դրա համար երբ մենք դնենք ընդհանուր հասարակական պետքեներ, պահանջներ, դա կարող է շատ ծանրաբեռնող լինի այդ տվյալ մայրիկի համար ու կարող է ինքը չհասցնել այդ ամբողջ պահանջարկներին ու դա առաջացնի հյուծվածություն, սպառվածություն։ Հիշեմ ուղղակի տարածված կարծիքներից, երբ որ մայրիկները իրենք են նշում, թե ինչու են իրենք ցանկանում աշխատել։ Մեկը կարող է ասել, որովհետև ուզում եմ ֆինանսապես աջակցեմ իմ ընտանիքին։ Մյուսի դեպքում կարող է ինքը միակ ֆինանսական մուտք ապահովող մարդն է ընտանիքում։ Մյուսի համար, որովհետև ուզում են ու դա շատ հաճախ են ասում մայրիկները, որ ուզում են իրենց զգալ կարևոր, որ իրենք բացի ծնող լինելու դերից ունեն նաև այլ դեր, որոնք որ իրենք այնտեղ զգում են լիարժեք, որ իրենք կարևոր են, որ իրենք նպաստում են հասարակության զարգացմանը։ Թեման զարգացնելու համար առաջարկում եմ միանանք մեր հյուրերին, ծնողներին, խելքի տանք, փորձենք հասկանալ, թե ինչպես կարող ենք համատեղել աշխատանքն ու ընտանիքը առանց էական ցնցումների ընտանիքի անդամների եւ մեր կարիերայի համար։ Առաջարկում եմ մի խաղ խաղալ։ Մենք պատրաստել ենք ծրարներ, որոնք պարունակում են իրենց մեջ պնդումներ, մոտեցումներ։ Դուք պետք է խնդրեմ, որ բարձրաձայն ընթերցեք, եթե մեր առաջարկած պնդումները ձեզ հոգեհարազատ չեն, կարող եք առաջարկել ձեր տարբերակը եւ Նանորը կմեկնաբանի։ Խնդրեմ, ծանոթացեք ծրարների պարունակությանը։ Էլեն, ձեզ հետ սկսենք, եթե պատրաստ եք։ Եթե երեխայի հետ չեն խաղում, չեն պատասխանում նրա հարցերին, չեն հետաքրքրվում նրա հետաքրքրություններով, փոխարենը երեխան տրամադրված է ինքն իրեն, ապա նշանակություն չունի, թե օրվա ընթացքում ով ու քանի ժամ է նրա կողքին։
Ես համաձայն եմ այս պնդման հետ իրականում, որովհետև ես կարող եմ ամբողջ օրը տանը լինել, երեխայի կողքին ֆիզիկապես գտնվել, բայց եթե հոգեբանորեն չեմ կիսում նրա հետաքրքրությունները, չեմ խաղում նրա հետ, հատկապես չեմ պատասխանում նրա բազմաբովանդակ հարցերին, ապա անիմաստ է իմ այնտեղ լինելը, կարծում եմ։ Ես էլ եմ ձեր հետ համաձայն ու սա շատ փրկող միտք է, հատկապես աշխատող ծնողների, մայրիկների համար։ Այս դեպքում նաև գալիս է, թե ինչպես են կարողանում անջատել աշխատանքը ծնողի կամ մայրիկի դերից։ Երբ որ աշխատանքում եմ, ուրեմն միայն աշխատանքում եմ, իսկ երբ որ գալիս եմ տուն, ուրեմն ոնց որ այդ բաճկոնը աշխատանքի կախում եմ մի կողմում ու հիմա լինում եմ միայն մայրիկ, միայն ծնող։ Երբեմն ծնողները դժվարանում են մայրիկները այս հարցում, ասում են, որ օրվա ընթացքում, երբ նույնիսկ տանեմ կամ մտովի իմ հեռախոսազանգերի, իմ խնդիրների մեջ եմ, կամ ֆիզիկապես աշխատանք պիտի անեմ, այստեղ կարևոր է օրվա գդրվածքով 15-20 րոպե անցկացնել մի երեխայի հետ որակյալ ժամանակ տրամադրել ու դա նշանակում է լսել, խաղալ, զրուցել երեխայի հետ, տեսնել ինքը ինչ է ուզում պատմի, փորձել հասկանալ իրեն, կապ ստեղծել իր հետ ու վերջում մտնել իր աշխարհ։ Խնդրեմ, ամուսնու ընտանիքի մյուս անդամների երեխայի խնամքի ծառայությունների ներգրավումը շատ կարևոր է։ Երբ կա հավասար պատասխանատվություն ծնողավարման գործերում, մայրերը կարողանում են լինել ավելի արդյունավետ, թե ընտանիքում, թե աշխատանքում։ Ես շատ համաձայն եմ, որ երեխայի դաստիարակության հարցում բոլոր ընտանիքի անդամները հավասարապես մասնակցեն։ Իհարկե ծնողի դերը մի քիչ մամայի դերը ավելի շատ, մի քիչ ավելի շատ է լինում, բայց երբ դու սահմանափակում ես ու անդադ միայն դու ես քո երեխայի կյանքում լինում ու ասում ես ես ամեն ինչ կանեմ, թողեք, երեխան հաստատ դրանից շատ է վերջում տուժելու ու պահը գալիս զգում ես, որ երեխան էլ արդեն անդադ հոգնում միայն քեզ հետ։ Ինքն էլ ավելի ուրիշ ձև է բացվում, երբ օրինակ ժամանակ անցկացնում իր տատիկի, պապիկի կամ պապայի հետ, ինքը դառնում է լրիվ այլ երեխա ու դու կողքից էլ նայելով քո երեխային ուրիշ աչքով ես կարողանում նայել։ Ես համաձայն եմ, որ բոլորը պետք է հավասարապես, եթե ոչ հավասարապես, ինչքան հնարավոր է կարողանան մասնակցել երեխայի հարցում։ Շատ լավ։ Մորդերը ոչ մեկը չի կարող փոխարինել, միևնույն ժամանակ շատ կարևոր է այլ ընտանիքի մասնակցությունը երեխայի հետ զբաղվելու, խնամքով զբաղվելու կամ նույնիսկ դաստիարակության հարցում, այս դեպքում նաև շատ կարևոր տեղ է խաղում հայրիկը հավասարապես, երբեմն մայրիկները դժվարանում են աջակցություն խնդրեն, նույնիսկ հայրիկներից բախումներ են սկսում առաջանալ, այստեղ կարևոր է, որ մայրիկը բարձրաձայնի, որ ինքը կարիք ունի աջակցության, պահանջի, որպես հայրիկն էլ իր ներգրավվածությունը ունենա երեխաների հետ տարբեր հոգսեր կիսելու հարցում։ Այո, երբեմն մենք ակնկալում ենք, որ մեզ առանց խոսքի կհասկանան, բայց դա այդպես չէ, երբեմն պետք է աջակցություն խնդրել։ Հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքը, դրա հետ կապված ֆիզիկական ու հոգեբանական դժվարությունները, պահանջվող ֆինանսական միջոցները, կենցաղային հոգսերը ծանր կացության մեջ են դնում շատ մայրերի։ Աշխատելը ոչ միայն օգնում է պահպանել ընտանիքի ֆինանսական վիճակի կայունությունը, այլև թույլ է տալիս մորը տեղափոխել ուշադրությունը այլ ոլորտների վրա, ինչը օգնում է նոր ուժով ու եռանդով վերադառնալ ընտանիքին, երեխային եւ կենցաղին առնչվող գործերին։ Ես համաձայն եմ, նախ կարծում եմ, որ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներին, իրենց հոգեվիճակը, իրենց ապրումները մեծամասամբ ոչ ոք չի կարող հասկանալ, դա շատ անձնական է, իրենց որոշումները, պետք է իրենց կյանքը մի քիչ գոնե ավելի հեշտացնելու իրենց հոգեկան ապրումները եւ կարծում եմ այս դեպքում նաեւ երեխան չպետք է ունենա մեղքի զգացում, օրինակ, քանի որ ես հաշմանդամություն ունեցող երեխա եմ, իմ պատճառով իմ ծնողները իրենց զրկում են այս կամ այն ոլորտներում լինելու հնարավորությունից, ես կարծում եմ երկկողմանի այդ որոշումը ավելի ճիշտ է։ Ճիշտ է, աշխատանքը մենք շատ ենք կապում միայն հոգնածության հետ, բայց շատ հաճախ աշխատանքը մեզ նոր էներգիայով է։ Աշխատանքը հաճույք է նաև, չէ՞։ Քո սիրելի աշխատանքը հաստատ հաճույք է։ Նոր մտքեր, նոր էմոցիաներ, իրոք մի քիչ շեղվում ես հոգեբանական ծանր դրություններից, ու երբ վերադառնաս տուն, էլի քոնն է։ Գոնե կկարողանաս ավելի թեթև այդ ամեն իրագործել։ Այս դեպքում նույնպես այլ դեպքերի հետ ավելի շատ ծանրաբեռնվածություն է լինում մայրիկի վրա, բայց միևնույն ժամանակ դա որպես խանգարող գործոն հնարավոր է, որ մայրիկը չընդունի ու դա, ինչպես նշվեց, կարող է որպես դրական քայլ էլ ընդունվել երեխայի կողմից, որ այո, իմ մայրիկս կարող է եւ աշխատել եւ լինել մայր։ Այս երկու դերերը իրար հետ հնարավոր է միաժամանակ տանել, եթե մենք կարողանում ենք այդ երկուսից միևնույն ժամանակ հաճույք ստանալ։ Եվս մեկ ծրար ունենք տարբերակներով, ծանոթանանք եւ մեկնաբանենք։ Հստակ օրակարգ ունենալն օգնում է արդյունավետ օգտագործել ժամանակը, անհրաժեշտ տարածություն ստեղծելով թե ընտանիքի, թե աշխատանքի համար։ Համաձայն եմ այս տարբերակի հետ, ինչն է ամենաթանկը
ժամանակն է, պետք է ճիշտ ամեն րոպեն, ամեն վայրկյանը ճիշտ դու գնահատես ու քո գործերը փորձես ճիշտ ժամանակի մեջ դասավորել։ Ես ինքս հաճախ թե օրվա, թե շաբաթվա իմ գրաֆիկը կազմում եմ, քանի որ տենց ավելի արդյունավետ աշխատելը։ Շատ կարևոր է բարբերաբար գնահատենք մեր առաջնահերթությունները։ Այս փուլում ես որտեղն է, որ կարիք կա ավելի շատ ներգրավվածություն։ Երբեմն դա պահանջում են երեխաները։ Երբեմն ես կարիք ունեմ ավելի շատ կենտրոնացված ժամանակ անցկացնել երեխայիս հետ։ Երբեմն փուլեր են լինում, երբ աշխատանքն է ավելի շատ պարտականություններ իրենից ենթադրում։ Այսպես կարող ենք այդ գնահատումը օրվա կտրվածքով կամ ժամանակ առ ժամանակ անել, որպեսզի մենք ոչ թե միայն դրվենք մի գործունեության եւ մոռանանք մյուսը, եւ դա լինի շարունակական ընթացք։ Շնորհակալ եմ շատ Նանոր, որ այսօր մեր տաղավարում եք։ Աշխատող ծնողները կարող են անվերջ խոսել կրթության եւ աշխատանքի, սեփական տաղանդներն ու պոտենցիալը ճիշտ իրացնելու, անձնային ու մասնագիտական աճի կարեւորության մասին։ Բայց արդյոք կա օգուտ դրանից, եթե մարդու իրավունքներն ու իրականության մեջ գոյություն ունեցող հնարավորությունները կամ առհասարակ չեն հատվում, կամ շատ սիմվոլիկ, ես կասեի ձևի համար։ Հայտնի բան է, հասարակական գիտակցության, նորմերի, արժեքների եւ անգամ օրենքների մեջ փոփոխությունները լինում են այն ժամանակ, երբ հասարակությունը տեսնում է այդ փոփոխությունների անհրաժեշտությունն ու պահանջում է։ Իսկ ումից եւ ինչ կարող են պահանջել աշխատող ծնողները։ Բոլոր մանրամասները հաջորդ տեսանյութում են։ Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջասինդա Արդերնն է։ Կրծքի հասակի իր երեխայի հետ եկել է աշխատանքի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա։ Իտալացի պատգամավոր Լիսիա Ռոնզուլին հաճախ էր դստեր հետ ներկայանում աշխատավայր։ Այդպիսի մի օրինակ էլ ունենք Հայաստանում։ 2019 թվականին Երևանի ավականու նախկին անդամ Գայանե Վարդանյանը նիստերին մասնակցում էր փոքրիկի հետ։ Երեխաս 2.5 ամսական էր, մենք ունեինք շատ կարևոր հարցերով նիստ, ես որոշեցի համարձակությունս հավաքել եւ գնալ նիստի։ Փոքրիկին վրաս կապած մտա դահլիճ եւ կարծում եմ, որ շատ բեկումնային եղավ քաղաքապետի շատ դրական արձագանքը։ Այդպես սկսվեց իմ աշխատանքային ուղին երեխայի հետ զուգահեռ։ Կանայք ունեն հատուկ պաշտպանություն աշխատանքային օրենսգրքով։ Հղիության ընթացքում կինն իրավունք ունի պարբերաբար այցելել բուժհաստատություն բուժզնման համար։ Դա չի կարող ազդել աշխատանքի կամ աշխատավարձի վրա։ Բացի այդ, օրենքով արգելվում է հղի եւ մինչեւ 1 տարեկան երեխա խնամող կանանց ներգրավել ծանր կամ վնասակար աշխատանքներում։ Հղիության ընթացքում եւ հետծննդաբերության ընթացքում մինչեւ 1 տարեկան երեխայի խնամքով զբաղվող կնոջ աշխատանքային պայմանները չեն կարող վատթարացվել։ Այսինքն, եթե ինք ունի ֆիքսված աշխատավարձ, եւ ֆիքսված աշխատավարձը X գումարը ինքը չի կարող նվազեցվել կամ փոխվել ինչ-որ պայմանները ի վնաս կնոջը։ Եվ մայրիկները եւ հայրիկները Հայաստանի օրենսդրության համաձայն կարող են ստանալ ծնողական արձակուրդ, նորացնի խնամքն ապահովելու համար։ Մայրիկները ստանում են 140 օր վճարովի մայրության արձակուրդ, 70 օր մինչ ծննդյան եւ 70 օր հետ ծննդյան։ Բարդ ծննդաբերության դեպքում ստանում են ավելի երկար վճարովի արձակուրդ, 155 օր։ Եթե ունենում են մեկից ավել երեխա, ստանում են 180 օր վճարովի արձակուրդ։ Այնուհետև մայրիկները կարող են վերցնել երեխայի խնամքի արձակուրդ մինչև 3 տարի, որի ընթացքում ստանում են խնամքի նպաստ։ Ի տարբերություն մայրիկների, հայրիկներին տրվող ծնողական արձակուրդն ավելի կարճ է։ Հայրիկներին տրամադրվում է 30 օրվա ընթացքում երեխայի ծնվելուց հետո 5 աշխատանքային օր վճարովի արձակուրդ։ Ինչպես նաև 1 տարվա ընթացքում իրենք կարող են օգտվել մինչև 2 ամիս չվճարող արձակուրդից։ Եվ այդ ամենը չի ազդելու իրենց աշխատավարձի վրա։ Գայանեն հաճախ գնում էր աշխատանքի երեխայի հետ, քանի որ տևական ժամանակ կերակրում էր կրծքով։ Այդ ժամանակ այնպես չի, որ կրծքով կերակրման սենյակներ կային հատուկ հարմարեցված, այնպես որ ստիպված էի լինում առանձնանալ ինչ-որ սենյակում հարմարեցումներ անել եւ այդպես կերակրել երեխային։ Որոնքով նախատեսված է, որ պետք է լինի հատուկ սանիտարական սենյակ, որպեսզի կինը կարողանա կրծքով կերակրել, ինչպես նաև կարողանա երեխային զգեստափոխել։ Օրենքը խիստ է եւ եթե դա պահպանված չլինի, կինը կարող է դա բողոքարկել, բողոք ներկայացնել դրա վերաբերյալ եւ գործատուն կարող է ունենալ որոշակի խնդիրներ։ Առավել սահմանված է այն հանգամանքը, որ կնոջը կարող է տրամադրվել լրացուցիչ ժամանակահատված երեխային կերակրելու համար։
Յուրաքանչյուր 3 ժամը 1 կնոջը կարող է տրամադրել կես ժամ ընդմիջում, ինչպես նաև կնոջը տրամադրվում է հանգստի ժամ եւ բնականաբար ընդմիջման ժամը։ Երբ երեխան հիվանդանում է, մայրիկը կարող է բուժհաստատությունից համապատասխան տեղեկանք ներկայացնել գործատուին եւ օրինական հիմքով մնալ տանը երեխային խնամելու համար։ Այս շրջանում նրա աշխատավարձը պահպանվում է, իսկ բացակայությունը համարվում է հարգելի։ Գայանեն եւ նրա ամուսինը երեխաների խնամքով զբաղվում են հավասարապես, հատկապես կարևորում են երեխաների հետ ժամանակ անցկացնելը։ Ես հիմա մտածում, որ եթե ես ուզեի աշխատել, բայց ես որևէ աջակցություն կողքից չունենայի, բնականաբար դա շատ դժվար է լինելու։ Եվ ես միշտ ասում եմ այդ մասին, որ ամուսնուս աջակցությունը, ինձ մոտիվացնելը, անընդհատ խրախուսելը շատ կարևոր դեր է ունեցել, որովհետև կարող է ես գործուղման գնամ, կարող է երկար հանդիպումների լինեմ, աշխատանքային օրս ուշ ավարտվի, եւ այդ ընթացքում ինքը ինձ փոխարինում է։ Ինքը, տատիկը, այսինքն ընտանիքի աջակցությունը չափազանց կարևոր է եւ առաջնահերթ բնականաբար ամուսնը։ Հավանաբար նկատեցիք, որ թողարկման առաջին րոպեից հակադրվող բևեռները կարծես երկուսն են՝ կինն իբրև մայր, կինն իբրև աշխատող։ Սա բնավ պատահական չէ։ Մեր առօրյա զրույցներում, տարբեր հարթակներում ծավալվող քննարկումներում, ընտանեկան թեժ վիճաբանություններում առճակատվում են հենց միայն այդ երկու դերերը։ Այնքան հաճախ, որ նույնիսկ մենք աշխատող կանայք մոռանում ենք, որ մեր կյանքը բացի այդ երկուսից այլ կողմեր էլ ունի։ Ես թաքուն համոզմունք ունեմ, որ այդ անտեսվող կողմերից մեկն է որոշում՝ կհաջողվի համատեղել կարիերան եւ ընտանիքը, թե ոչ։ Թեման քննարկելու եմ դերասանուհի հաղորդավար Անի Խաչիկյանի հետ։ Ողջույն Անի։ Ողջույն Անի։ Ուրախ եմ շատ, որ ծնողական ժողովում ես։ Դու բազմազբաղ մարդ ես, գործունեությանդ ոլորտները շատ են, եւ շատ պարզ ձևակերպեմ հարցս, ինչպես ես ամեն ինչ հասցնում։ Նախ ամեն ինչ չեմ հասցնում։ Երկրորդը, ինչպես նշեցիր, այդ դերերի գիտակցման եւ դրանց բոլորին ինքնաարտահայտման հնարավորություն տալով եմ փորձում բալանսավորել, ոչ միայն կինը աշխատող կամ կինը տան մայր, այլև կինը ինքն իր համար, կինը ընկերուհիների հետ, այսպես տարբեր սոցիալական դերերով փորձում եմ բալանսավորել, որպեսզի մենակ երկու տեղերում չկիսվեմ եւ առհասարակ չկիսվեմ մեջտեղից։ Բայց իրականում այնուամենայնիվ այդ իդեալականացված բիզնես լեդի մամաների իդեալականացված կերպարները մեզ շատ են բևեռացնում ու ինքնակնադատական հայտ են ներկայացնում, որովհետև բոլոր մայրիկներն էլ ինչ-որ տեղերում ինչ-որ բաներ կա, որ չեն հասցնում։ Դա շատ հաճախ նաև բերում է ստրեսի, դեպրեսիայի, ինքնագնահատականի անկման, բայց եկեք մեզ հանգիստ թողնենք, էլի, երբեմն կարելի է իսկապես չհասցնել, երբեմն կարելի է ունենալ մի շարք գործեր եւ թույլ տալ քեզ ուղակի պարկել ու ոչինչ չանել, որովհետեւ դրա կարիքն էլ կա եւ դրա անհրաժեշտությունը պետք է լրացնել, էլի։ Այո, փորձենք ապրել այդ բարդույթից դուրս, որ պետք է ամեն ինչ կարողանանք անել, բայց եւ այնպես ժամանակակից կյանքի ռիթմը շատ ավելի արագ է եւ մեզ ավելի շատ պահանջներ են ներկայացվում, քան օրինակ մեր ծնողների ժամանակ էր։ Նրանք գիտեին, ամեն ինչ շատ ավելի կանխատեսելի էր, որ աշխատանքն ավարտվում է այս ժամին, երեխան մանկապարտեզում է, ես կհասցնեմ նրան վերցնել, կյանքս ինչ-որ ձև կպլանավորեմ։ Հիմա սթրեսը շատ է, որովհետեւ եւ պահանջներն են շատ եւ մենք ենք փորձում ամեն տեղ լինել։ Դու փորձում ես ինչ-որ տեղերում չլինել, որպեսզի լինես ինքդ քեզ հետ, երեխայիդ հետ, ընտանիքիդ հետ, այսինքն ինչ-որ բաներից այնուամենայնիվ զրկվել։ Այո, փորձում եմ պարբերաբար եւ ինձ զրկել ինչ-որ բանի համար եւ ինձ թույլ տալ հանուն ինձ կամ հանուն երեխայի կամ մեր առողջ հարաբերությունների կարգավորման, որովհետև շատ լավ գիտենք, որ հետծննդաբերական շրջանում կնոջ մոտ ի հայտ եկած այդ հետծննդաբերական դեպրեսիան, նոր կյանքի ձևաչափը, որին ինքը ծանոթ չի ու բերում է նաև մեղքի անտեղի եւ կեղծ զգացողություն, որ այ եթե ես երեխային չեմ տրամադրում իմ ամբողջ օրը, ապա ես վատ մայր եմ։ Ես շատ արագ այդ խայծը այսպես բռնեցի ու բաց թողեցի, ասելով երբեմն որ բալ գիտես, ես հիմա աշխատանքի չեմ գնում, ես հիմա լուրջ գործեր չունեմ, ես ուղղակի գնում եմ իմ ընկերների հետ պարելու։ Կարելի է, չէ՞։ Հա, լավ, մամ, դե
հետո ես էլ կգամ, չէ, ձեր հետ, հա, որ մեծանես, միասին կգնանք ապարելու։ Այսինքն երբեմն թույլ տալ քեզ առանց մեղքի զգացման, առանց խղճի խայթի թողնել երեխային կամ թողնել քո աշխատանքը, քո արդուկը, քո չլվացված ամսները եւ գնալ ուղակի ընկերների հետ զվարճանալու, հանդիպելու, ընթրելու, ապարելու ու լիցքաթափվելու ի վերջո կամ չգիտեմ թողնել տան այդ նույն գործերը կենցաղային եւ այդ էներգիան ներդնել նոր բան սովորելուն, նոր դասի հաճախելու, յոգայի եւ այլն, այսպես էլի։ Իսկ եղել է որ աշխատանքային առաջարկից հրաժարվես հենց երեխայի հետ լինելու համար կամ թեկուզ ընկերների հետ լինելու համար, որպեսզի դու լինես Անի մարդ, ոչ թե Անի Խաչիկյան դերասանուհի եւ հաղորդավար։ Ասես որ չեմ վերցնում այս առաջարկը, որովհետեւ ուզում եմ, չգիտեմ, գնալ սարերում զբոսնել։ Այո, դա վերջին տարիներին ավելի հաճախ է լինում, որովհետեւ ես հասկացա, որ պարբերաբար ամեն նախագծի կպնելուց առաջ ես ասում դե լավ, սա 1 ամիս ու կես է, դա որ ավարտվի, ես կապրեմ, կգնամ իմ սարերը, կգնամ իմ ճամփորդություններին, երեխայի հետ ավելի շատ ժամանակ կանցկացնեմ, վերջանում է նախագիծը, սկսվում է նոր նախագիծը, հետո մյուս նախագիծը, ես հասկանում եմ, որ իրականում առաջնահերթությունները մենք պետք է սահմանենք եւ ոչ թե աշխատանքը կամ նոր առաջարկները կամ ընկերները կամ երեխաները դու ինքդ քո համար պետք է առաջնահերթություններ սահմանես որն է կարևորը հոգեկան առողջությունը քո եւ երեխայի հարաբերությունը քո որպես կին քո որպես մարդ անհատականությունը եւ բավարարումը մնացել այլ ոլորտների ու այսպես սկսեցի ասել, գիտեք, ճիշտն ասած, ես չեմ կարող այս նախագիծը վերցնել, որովհետև դրանից առաջ եւ դրանից հետո զբաղված եմ եւ եթե սա էլ վերցնեմ, ես ուղղակի կխեղդվեմ։ Չեմ ապրի։ Այո, ես կխեղդվեմ, իսկ ես չեմ ուզում խեղդվեմ։ Մենք հաճախ տեսնում ենք քեզ տղայիդ հետ քո աշխատանքի վայրում, քաղաքում, տարբեր տեղերում, որտեղ դու լինում ես, այսինքն դու երեխային լիարժեք դարձնում ես քո կյանքի մասնակից, դուք միասին եք ինչ-ինչ գործընթացներում ներգրավված։ Ինչու եմ այս հարցը տալիս, ինձ համար դա շատ դժվար է։ Ես կամ շատ միայն երեխայի հետ եմ, կամ օրինակ հիմա նկարահանման եմ, որտեղ երեխային հնարավոր չէ բերել եւ նման իրավիճակներ շատ կան։ Դու հաջողացնում ես, քեզ մոտ ստացվում է երեխային ներգրավել քո կյանքի մեջ։ Ինչպես է երկուսիդ դա հաջողվում։ Ինձ միշտ այս հարցը որ տալիս են, ես սենց ուզում եմ շատ խելացի, շատ ինչ-որ սենց ոգևորող, օրինակելի պատասխան տամ, բայց իրականությունը ավելի պարզ է։ Դա հաջողվում է նաև այն մարդկանց շնորհիվ, որոնք որ մեր շուրջը կան եւ որոնք որ հանդուրժող են եւ որոնց նաև դուք օրինակով սովորեցնում ես հանդուրժող լինել։ Երբ որ իմ տղան 6 ամսական էր, ես նկարահանվում էի անհայտ բաժանորդում, որպեսզի իրեն կաթի կերակրման այդ process-ից չկտրեի, ինձ հետ առաջին 6 ժամը բերում էի նկարահանման դայակի հետ իհարկե, եւ նկարահանման ամբողջ հրապարակը եւ ռեժիսորը եւ դերասանակազմը եւ մնացյալ բոլորը շատ գրկաբաց էին, շատ բնական էին այդ ամեն ինչին վերաբերում, այսինքն նախ դու քո համար քո գլխի մեջ սահմանում ես, որ այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, եւ ինչպես որ դու սահմանում ես ու նայում ես այդ երևույթին, այդ հայլայն արտացոլանքը նաեւ ստանում ես դիմացինների կողմից։ Ուրախ եմ շատ, որ քո բազմազբաղ առօրյայում ժամանակ գտար միանալու ծնողական ժողովին, վստահ եմ այսօր անելիքներ շատ ունես, այդ է պատճառը, որ քեզ պետք է ճանապարհեմ եւ միանամ ծնողներին, ովքեր սպասում են այսօրվա մեր զրույցի ամփոփմանը։ Շնորհակալ եմ եւ հուսամ, որ այդ իդեալականացված ծնողի եւ մամաների կերպարները մեզ վերջապես հանգիստ կթողնեն։ Շնորհակալ եմ շատ, կհանդիպենք։ Եվ այսպես, հարգելի հյուրեր, ամփոփենք այսօրվա մեր ասածն ու լսածը, փորձենք եւս մեկ անգամ դուրս բերել կարևոր կետեր, ինչու պետք է ծնողը չհրաժարվի աշխատելու, սովորելու, կարիերա եւ հաջողություններ ունենալու իր մղումներից։ Խնդրեմ, Վահան, ձեզ հետ սկսենք։ Ժողովրդական խոսք կա ասված, որ ինչ անում ես երեխաներիդ համար ես անում, պետք է օրինակ ծառայես, նամանավանդ ես 2 տղա ունեմ ու իմ համար ավելի բարդ է, որ որպես հայր պետք է այնպիսի օրինակ լինեն, որ իրենք ինձ տեսնելով եւ հպարտանան եւ իրանք արդեն իրենց երեխաների համար նույն օրինակը լինեն։ Նախ կարծում եմ ավելի առողջ ու կիրթ հասարակություն ունենալու համար։ Երկրորդը ինքդ քո մտահորիզոնն ու աշխարհայացքը մեծացնելու համար, որ հետո կարողանաս դա նաև երեխաներիդ փոխանցել։ Երրորդը ինքդ քեզ երջանկությամբ, էներգիայով լցնելու համար ու
քեզ, քո ընտանիքը, քո միջավայրը ավելի սիրուն դարձնելու համար։ Սովորելու, աշխատելու եւ հաջողությունների ձեր մոտիվացիան ո՞րն է։ Կարծում պետք չի հրաժարվել աշխատելուց, որպեսզի ինքնարեալիզացվես, դառնալ ավելի ինքնուրույն, ավելի վստահ, որը հաստատ փոխանցվում է քո երեխային ու դու քո օրինակով իրան ցույց ես տալիս, որ կինը կարող է լինել եւ ընտանիքի մայր, եւ աշխատող, եւ այդ երկուսը կարելի է պահել իդեալական բալանսի վրա։ Ես առաջին հերթին աշխատում եմ ինձ համար, որովհետև ես իմ աշխատանքում ինքնադրսևորվում եմ։ Այն ինչ ես կուտակել եմ տարիների ընթացքում, ես տալիս եմ նաև այլոց։ Ես որպես տրեյներ, որպես աշխատանքային իրավունքների պաշտպան, ինձ համար կարևոր է, որպեսզի ես պիտանի լինեմ այլ մարդկանց համար։ Եվ կարծում եմ, որ ցանկացած մարդ իր աշխատանքում պիտի իր կարևորությունը զգա առաջին հերթին։ Դե իհարկե ընտանիքի անդամների համար էլ հատկապես երեխաների համար լավ օրինակ ծառայել, որովհետև երեխաները սպունգի նման են, ինչ տեսնում են, դա էլ կլանում են ու հետո դա էլ պիտի վերադարձնեն նաև հասարակությանն ու քեզ որպես մայրիկի կամ հայրիկի։ Ես էլ իմ տարբերակն ասեմ, ես էլ աշխատանքից տուն եմ վերադառնում լիցքավորված, քանի որ իմ աշխատանքը կապված է շփումների հետ։ Ես մշտապես նոր բաներ եմ սովորում մարդկանցից, լսում եմ կարծիքներ, մտքեր, ձեռք եմ բերում ծանոթություններ, այսինքն աշխատանքով հարստացնում եմ իմ կյանքի այն հատվածը, որն աշխատանքից դուրս է, եւ հակառակը։ Ես կարծում եմ իսկապես հաղորդակցվող անոթներ են աշխատանքն ու անձնական կյանքը, եւ մենք պետք է փորձենք այդ բալանսը պահել։ Շնորհակալ եմ շատ, որ որոշեցիք գալ այս քննարկմանը, հետաքրքիր էր լսել բոլորիդ կարծիքները։ Մենք կհանդիպենք հաջորդ գնողական ժողովում։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։